Աշնան պարզ ու տաք այս օրերին դաշտերում գյուղացու ամենասպասված պահերին է կականատես լինում։ Մարզում ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։ Այս տարի, ինչպես նշում է Ազատանցի խոշոր տնտեսվարողներից մեկը, նախորդի հետ համեմատ բերքն այնքան էլ առաջ չէ։ Երաշտը ավելի քան 70 օր շարունակ տեղումների բացակայությամբ եւ 2 անգամ արձանագրված կարկուտը գյուղացու վրա թանկ նստեցին։ Նախ երաշտեր անձրև 2 ամիս вообще չի եկել։ Կարգդարությունն իր հերթին է նպաստել, որ բերքը ցած է լինի։ Միանշանակ կարգդարությունը կարող է ազդել բերքատվության վրա։ Համայնքների կողմից համապատասխան հանձնաժողովների ուսումնասիրություն կատարել, ներկայացրել են մարզային հանձնաժողովին, մեր կողմից ուղարկված ցուցակները ուղարկվել է էկոնոմիկայի նախարարություն հետագա դիտարկում իրականացնելու համար, քննարկում իրականացնելու համար։ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի խոսքով մարզում այս տարի կարտոֆիլի ցանկատարածությունները կազմել են մոտ 3500 հեկտար։ Սա նախորդ տարվա հետ համեմատ շուրջ 300 հեկտարով պակաս է, սակայն առավել մեծ ծավալով ներմուծվել ու կիրառվել է բարձր վերարտադրության տնկանյութ, ինչը հնարավորություն է տալիս որոշակիորեն պահել բերքատվության մակարդակը։ Պետք է նշեմ, որ նախորդ տարվա հենց համեմատությամբ այս տարի ավելի շատ բարձր վերարտադրությամբ կարտոֆիլի տնկանյութ է ներկրվել եւ ցանվել մարզում, որը բերքատվության բարձրացման հիմնական ցուցանիշներից մեկն է։ Կարտոֆիլի գինը ցածր բերքատվության ֆոնին չի թանկացել, նշում է տնտեսվարողը։ Այս հանգամանքը ձեռնտու է սպառողին, բայց ոչ արտադրողին։ Այս տարվա եղած բերքի համեմատ ինքնարժեքը չի բավականացնում։ Ինքնարժեքից ցածր է կանգնում։ Տված բերքն ու վրայի ծախսերը իրար չի բռնում, էլի։ Մեծածախ վաճառքը իրականացում է 110-ից 130 դրամի սահմաններում, գինն էլ հիմնականում պայմանավորված է շուկայի պահանջարկով եւ շուկայում է գինը առաջանում։ Վերջինիս խոսքով մարզում սկսում են հիմնել նաեւ սառնարանային հզորություններ, ինչը հնարավորություն կտա կարտոֆիլը երկար պահպանել եւ վաճառել ավելի շահավետ գնով ձմռան եւ գարնան ամիսներին։ Սա էլ սակայն իր մարտահրավերներն ունի կապված արտերկրից ներկրումների հետ։ Քայլեր ձեռնարկվել է պահեստային նոր հզորություններ են ավելացվել, սառնարանային տնտեսություններ են ձևավորվել, որոնք հնարավորություն կտան կարտոֆիլը հետագայում պահպանել եւ ավելի բարձր գնով վաճառք իրականացնել։ Մի տարի արդեն օգտագործել։ Անցած տարի հենց պահել են բերքը ու թանկել վաճառել ենք։ Բայց ամեն տարի չէ որ կարող ես պահել ու էֆեկտ ստանալ, էլի թանկ վաճառել։ Կարող է եւ պահես հագարակ էֆեկտ տա։ Էժանանա։ Ինչով պայմանավորված։ Այդ արդեն շուկան է կարգավորում, մենք ոչ մի չենք կարող անել։ Կարող է դրսից ներմուծումներ լինի։ Դաշտերում այս օրերին քրտնաջան աշխատող մարդիկ նշում են, բերքահավաքը համեմատաբար ավելի ուշ է մեկնարկել, մինչև հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ դեռ կշարունակվի։ Օգոստոսի 26-ից ենք սկսել կարտոշկա հավաքելը։ Միշտ ամեն տարի օգոստոսի 12-ից 10-ից այս տարի մի քիչ է դե բերքահավաքը սկսվել, որովհետև անձրևներ քիչ եղան, ուշ ցանվա, պետք է սերմերը դրսից կուկա մեր ուշ եկել ուշ են ցանել, դրա պատճառով համեմատած ամեն տարվա բերքի շատ թույլ է այս տարի։ Ընդհանուր առմամբ գյուղատնտեսության վիճակն է այսպես ասած վատ, նշում են գյուղաբնակները, ինչի հարցում կարևորում են կառավարության աջակցությունը։ Գյուղացին շատ բուժված է ամեն ինչում։ Մի քիչ որ կառավարությունը նպաստի գյուղատնտեսությանը աջակցի ֆերմերներին, անաձեռներեցներին, թեկուզ սովորական գյուղացիներին մեծ բան կտա։ Մարզային պատասխանատուն էլ հիշեցնում է, գյուղատնտեսներն այսօր կարող են օգտվել պետության կողմից առաջարկվող մի շարք ծրագրերից։ Դրանց թվում է ագրոպարենային ոլորտի լիզինգի ծրագիրը, որի միջոցով հնարավոր է ձեռք բերել ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկա, տրակտորներ, բերքահավաքի եւ մշակության համար անհրաժեշտ սարքավորումներ։ Պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում մեր տնտեսվարողները կարող են օգտվել ագրոպարենային ոլորտի լիզինգի սարքավորումների ծրագրից, որպեսզի պահեստային հզորությունների հետ սառնարանային տնտեսությունների կառուցում իրականացնել, ինչպես նաև բերքահավաքը անկորուստ եւ ավելի արդյունավետ կազմակերպելու համար եւ ոչ միայն բերքահավաքը, այլ ամբողջ մշակության ընթացքը կարող են օգտվել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրից, որով հնարավորություն ունեն ձեռք բերել տրակտորներ, սարքավորումներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն գյուղատնտեսությունը։ Մինչ այս կամ այն ծրագրին կդիմեն կամ չեն դիմի ֆերմերները, մասնագետները կանխատեսում են, որ կարտոֆիլի դեպքում որոշ նվազում բերքատվության մեջ կլինի, սակայն տեղական պաշարները բավարար են ներքին շուկայի պահանջարկը ապահովելու համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։
Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ ժամանեցիք միջազգային միջոցառմանը նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը։ Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Ռուսատոմն այժմ աշխատում է այդ ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերությունները զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք։ Մեր վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024 թվականին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ Դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով։ Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ։ Չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ, ասել է Վլադիմիր Պուտինը։ 11,7 по нашим статданным миллиардов. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային ֆորումին հրավիրելու համար։ Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին։ Շնորհակալություն դրանցով կիսվելու համար։ Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է եւ ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա։ Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարեւոր է։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ աշխատում ենք ՀԱԵԿ-ի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու նպատակով։ Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք Ռուսատոմ կորպորացիայի հետ։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերություններն ըստ նախատեսվածի զարգանում են։ Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը։ Ճիշտ է, այս տարի որոշակի անկում է նկատվում։ Դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-24 թվականներին։ Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է եւ իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր։ Շնորհակալություն, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Некоторый спад, и это связано с некоторыми глобальными процессами, но я думаю, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նշենք, որ վարչապետը Մոսկվայից ուղևորվել է Նյու Յորք, այս Facebook-յան էջում հրապարակում կատարելով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի հանդիպմանը հանդես է եկել ելույթով, անդրադառնալով ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հոգեկան առողջության խթանմանը եւ առողջապահական համակարգում ծառայությունների հավասարության ապահովմանը։ Նախարարը ներկայացրել է ընթացիկ բարեփոխումները նպատակաուղղված առողջ կենսակերպի խրախուսմանը, ֆիզիկական ակտիվության եւ առողջ սննդի ապահովմանը, ծխախոտի դեմ պայքարի ուղղություններով տարվող աշխատանքներ։ Անահիտ Ավանեսյանը շեշտադրումներ է արել Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակներում ներդրումների մասին, որպես մեր ազգային ռազմավարության հիմք, հատկանշելով հիվանդության վաղ հայտնաբերման, համայնքային խնամքի ամրապնդման եւ ինտեգրված ծառայությունների հասանելիության բարելավման կարեւորությունը։ Անդրադառնալով Հայաստանում հոգեկան առողջության ծառայություններին, նախարարը կարևորել է ինստիտուցիոնալ խնամքից ամբուլատոր աջակցության անցման ուղղությամբ տարվող աշխատանքները, շեշտը դնելով կանխարգելման, վերականգնման եւ սոցիալական վերաինտեգրման վրա։
Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին։ Իլհամ Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցությունները դրական արդյունք են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմ ձևաչափով առանց որևէ արտաքին միջամտության։ Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանը եւ Հայաստանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության պայմանագրի տեքստը եւ համատեղ կոչարել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ալիևի խոսքով Սպիտակ տան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկն էլ Թրամփի ուղին է։ Այն կամրապնդի տարածաշրջանային կապերը, հաղորդակցությունները երկարատև խաղաղության մեր տեսլականի հիմքն են, շեշտել է Ադրբեջանի նախագահը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնյան հանդիպումները նշանավորում են նաև Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների նոր փուլի սկիզբը։ Նոր հորիզոններ են բացվում քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային հաղորդակցությունների, պաշտպանության, անվտանգության եւ այլ ոլորտներում գործընկերության համար, մանրամասնել է Ալիևը։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հանդիպմանն ընթരാճ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել, որ Անկարան Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին դադարեցնի Մոսկվայի հետ առևտրային հարաբերությունները եւ ռուսական գազի գնումը։ Նա համոզմունք է հայտնել, որ թե Վոլոդիմիր Զելենսկին, թե Վլադիմիր Պուտինը հարգում են Թուրքիայի նախագահին, ուստի Էրդողանը կարող է նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Նա կարող է ազդել պատերազմի ընթացքի վրա, եթե ցանկանա, բայց նա խնդրում է չեզոք մնալ, հավելել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը միլիարդավոր դոլարներ է ծախսել, սակայն գրեթե ոչ մի տարածք չի ստացել, եւ Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնելու իր տարածքները։ Նա շեշտել է, իսկապես ժամանակն է կանգ առնել։ Անկարայի հետ F-35 կործանիչների հնարավոր գործարքի մասին հարցին ԱՄՆ նախագահը պատասխանել է. Էրդողանը կարող է ստանալ այն, ինչ ուզում է։ Թուրքիայի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել շատ շուտով, եթե բանակցությունները հաջող ավարտվեն եւ Անկարան կատարի Վաշինգտոնի որոշ պահանջներ։ Թուրքական կողմի տվյալով նախագահները ի թիվս այլնի քննարկել են տարածաշրջանային մակարդակով գործակցության հեռանկարը։ Կողմերը նաեւ խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն եւ Թուրքիան պայմանագիր են կնքել նաեւ Բոինգի ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։ Գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն։ Մոսկվան հաշվի է առնում Միացյալ Նահանգներից եկող ազդանշանները, որոնք հնչում են հանրային եւ մասնավոր տիրույթներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ նախագահը օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումներից հետո երբեմն կոշտ հայտարարություններ է անում Մոսկվայի հասցեին։ Հնարավոր է դրանով նպատակ ունի գոհացնելու իր զրուցակիցներին, ենթադրել է ռուս պաշտոնյան։ Նրա համոզմամբ իրականում պատկերը շատ ավելի բարդ է։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ վերջին շրջանում Մոսկվային ուղղված ամերիկյան խոսույթը բանակցային մարտավարություն է։ Իսկ մինչ այդ Ռուսաստանը եւ Ուկրաինան հաղորդում են փոխադարձ հարվածների մասին։ ԱԹՍ-ի կործանման հետևանքով Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։ Ռուսաստանի բնատվյալով հոբ ուժերը գիշերը ուկրաինական 55 ԱԹՍ են որսացել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ տեղեկացրել է, որ հարավուկրաինական ատոմակայանի մոտակայքում ԱԹՍ է խոցվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափը։ Ժամանակն է կանգ առնել, կրկնել է ԱՄՆ նախագահը։ Նրա համոզմամբ մոտ ապագայում Գազայի հարցով կարող է համաձայնագիր կնքվել եւ նույնիսկ խաղաղություն հաստատվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Նյու Յորքում բանակցություններ էր անցկացրել արաբական եւ իսլամական երկրների ղեկավարների հետ։ Օրակարգում են եղել Գազայում պատերազմի դադարեցման ուղիները եւ տարածաշրջանի հետ պատերազմյան վերականգնումը։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է. «Կավարտենք Գազայում պատերազմը, մենք ցանկանում ենք վերադառնալ Մերձավոր Արևելքում բնականոն կյանքին»։ Թուրքիայի նախագահը չափազանց արդյունավետ եւ դրական է որակել փակրաժիմով կայացած հանդիպումը։ Չնայած հրեական բնակավայրերի ընդլայնմանը Իսրայելից հայտարարում են, թե արևմտյան ափը բռնակցելու նպատակ չունեն, ընդհանրապես քննարկում են իսրայելական օրենսդրությունը տարածաշրջանի իսրայելական համայնքների վերատարածելու հնարավորությունը՝ ի պատասխան մի շարք երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչման ալիքի։ Իսրայելի արտգործնախարարը հավատացրել է, որ չեն ցանկանում վերահսկել պաղեստինցիներին։ Կապանի Գարեգին Նժդեի անվան հրապարակին կից կամուրջը մասնակի փլուզվել է։ Մոտ 14 մետր երկարությամբ, 3,2 մետր լայնությամբ փլվածքը կախվել էր դեպի Վաչագան գետը։ Վթարային կամրջի մասնակի փլուզումը տեղի ունեցել գիշերը, անցորդներից մեկն է ահազանգել մարզային փրկարարներին։ Անվտանգության նկատառումներից ելնելով տարածքը սահմանազատվել է եւ մեր նկարահանման պահին բնականոն երթևեկությունը չէր խաթարվել։ Կապանի համայնքապետարանը խնդրի մասին վաղուց էր տեղյակ եւ այս տարվա առաջնահերթ լուծում պահանջող նախագծերում
որոշում է ներառել։ Կամրջի հետագա ճակատագիրը որոշելու համար դեռևս ամիսներ առաջ էր համայնքի հրավերով մասնագիտական խումբը տեղում ուսումնասիրություններ իրականացրել։ Խմբի այցելության ժամանակ ուսումնասիրեց կամուրջ ամբողջությամբ գրող կոնստրուկցիաները, հարակից մայթերը եւ ծածկը ասֆալտբետոնի։ Եզրակացությամբ արդեն անհրաժեշտություն առաջացավ նոր կամրջի կառուցման եւ արկա կամրջի քանդման աշխատանքներ իրականացնելուն։ Նոր կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ համալիր փորձաքննության են ուղարկվել եւ սպասում են հաստատման։ Կարեն Գրիգորյանի ձեռքի տակ ամիսներ առաջ կատարված ուսումնասիրության եւ նախագծային փաստաթղթերն են։ Նոր կամուրջը առայժմ թղթի վրա է ճարտարապետական նոր ոճով եւ համահունչ Վաչագան գետի վերափոխված տեսքին։ Այն կկառուցվի բացառապես համայնքային բյուջեով եւ կարժենա շուրջ 270 միլիոն դրամ։ Գործընթացը հնարավորինս հրատապ է իրականացվում հաշվի առնելով վտանգավորությունը, նշում է Կարեն Գրիգորյանը։ Համալիր փորձաքննության դրական եզրակացության առարկայության պարագայում արդեն իսկ անհրաժեշտության դեպքում գրավերի ավականու արտահերթ նիստ համապատասխան բյուջեի համապատասխան ֆինանսավորում հատկացնելու համար համայնքային բյուջեից եւ հաշվի առնելով հարցի հրատապությունը հրատապ ընդհանրակարգով կիրականացվի շինարարակազմակերպության դրություն մրցույթ կհայտարարվի։ Համալիր փորձաքննությունից հետո, երբ հայտնի կլինի շինարարական կազմակերպության անունը, այդ ժամանակ էլ հրատապ կարգով կապամոնտաժվի վթարային վիճակում հայտնված կամուրջը եւ կմեկնարկի նորի շինարարությունը։ Գարեգի Նժդեի անվան հրապարակին կից ասֆալտե կամուրջը կառուցվել էր դեռևս 1975-80-ական թվականներին եւ մինչ օրս երբևէ ոչ վերազինվել, ոչ էլ նորոգվել էր։ Գեղասարի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում է 61 աշակերտ, դասապրոցեսը սկսվել էր ամեն օրվա նման, սակայն ավարտվեց անսովոր կերպով։ Սկզբում դպրոցի բակում հավաքվեցին համայնքի բնակիչներ, ովքեր իրենց մտահոգությունն էին արտահայտում դպրոցների միավորման հետ կապված։ Նրանց հետ զրույցում դպրոցի տնօրենը նախ նշեց, որ բնակիչների բարձրացրած հարցը կառավարության որոշում է եւ որ այդ որոշումը վերաբերվելու է մոտ 230 դպրոցի եւս։ Ապա ներկայացրեց Հարևան գյուղում Շիրակամուտում նոր կառուցվելիք կրթահամալիրի առավելություններն ու դրական կողմերը, որտեղ պետք է հաճախեն աշակերտները։ Դպրոցը դա դպրոց չի, լինելու է կրթահամալիր, ամեն ինչով հագեցած, հոյակապ բույկով, հոյակապ ճաշարանով, լինելու է ուսուցիչների մրցույթ, որ ուսուցիչ, այսինքն պետք է լինեն պարտադիր կամավոր ատեստավորված ուսուցիչները։ Ճիշտ է, մի քիչ կոպիտ կարող արտահայտվել, մեր ուսուցիչները արդեն 25-30 տարի նույն բունի վրա են, առաջխաղացում չունեն, կառավարության որոշումն է, ճիշտ է, մեզ համար մինուս է, մենք անգործ ենք մնում, տուն ենք գնալու, չենք աշխատում, բայց երեխեքի համար լավ որոշում է, երեխեքը այցելել են հատուկ դպրոց։ Խոսքի ավարտին Ղուկասյանը խնդրանքով դիմեց բնակիչներին սպասել ևս 2-3 օր, մինչև մարզպետը եւ վարչության պետը կայցելեն եւ կհանդիպեն նրանց հետ։ Բնակիչները պատրաստ չէին սպասել ևս մի քանի օր։ Որոշում կայացրին երեխաներին հենց այդ պահից տանել դպրոցից եւ դասադուլ հայտարարել, մինչև իրենց ձայնը չհասնի համապատասխան մարմիններին։ Մեզ ասել են, որ մյուս տարի 6-րդ ամսի կեսից արդեն ուսուցիչների մեծ մասը ու ընդհանուր անձնակազմը պետք է պետականորեն աշխատանքից հեռացվի ու երեխեքը ավտոմատ կերպով պետք է տեղափոխվեն Նալբանդի դպրոց։ Գնալու են հիմիկվա դպրոցը, տնօրինությունը ոչ մի հայտարարություն չի արել, ոչ մի ժողով չի արել, ծնողներին չի տեղեկացվել։ Մեր պահանջը այն է, որ կան, մեզ տեղեկացնեն, մեր հարցերին պատասխան տան, քանի որ որպես ծնող մեզ պարտավոր են տեղեկացնեն, մենք իրազեկված լինենք, որ մեր երեխաների հետագա անելիքը հասկանանք։ Եթե եկան իրանք խոսքի էլ իրանց հարց առաջ տարան, որ պետք է անպայման քանդվի, ուրեմն իրանք թող իրանց մեջ հաշվի ունեն, որ այս գյուղը քանդի։ Всё։ Ճիշտ է, ես իմ երեխեքուց վրով եմ ասում, Նալբանդ չի գնալու, եթե այստեղ է փակեցին, թողներում քաղաք է։ Ասֆալտ կենե ջուրը քաշե։ Գուրիջան այդ ասֆալտն ու ջուրի մինչի է պետք, եթե գեղը, այս սերունդը չկա։ Այս երեխեքը չկան, այս մերելներուս համար այդ ասֆալտը вообще պետք չէ։ 10 տարի հետո մենք մեռանք վերացանք, հետո ինչ։ Գյուղի իրանց դարդակ պետք է չեն տեսնի։ Ոչ մի մարդ իր երեխին գյուղի ջանեն ալբան չղերգի։ Մենք ցկտենք, որ մեր գյուղի դպրոցը չփակվի։ Մեր գյուղի երեխեն 70 երեխա են, թող 70-ը ավարտեն։
Իսկան բարձրագույններ հիմի մենք մաստիկունի կոր ավարտենք։ Անընդհատ ես երեխեքին հետևում եմ, պետք է գաս հետևես, թե վարքին, թե սովորելուն։ Ես ի վիճակի չեմ թեկուզ ֆիզիկապես, այս այն երկուսն է, որ դպրոց գնամ, 6 երեխուն ես նալբանդ ամեն օր գնալու եմ գամ, երեխեքին հետևեմ։ Հիմա դեմ եմ, որ դպրոցը փակվի, մենք ուղարկենք նալբան, կողքի գյուղը։ Ինչի համար, որովհետև կան խնդիրներ։ Մեր մեծերը, ոնց որ ասեցին, մեր մեծերն ավելի լավ գիտեն ու ոչ մի մեծից մենք դեռ չենք իմացել, որ առաջներում երբ եղել են միացում, դպրոցում չի եղել վեճ։ Եղել են վեճեր, խնդիրներ, կռիվներ։ Մենք տղա երեխայի մայր եմ, աղջիկ երեխայի մայր եմ։ Ես իմ աղջիկ երեխային ես չեմ ուղարկի նալբան։ Հիմա մենք ունենք դպրոց, հետագա սերունդները շատանում են։ Ունեցել են առաջի դասարան, իսկ հիմա արդեն 14 երեխա է մյուս տարի առաջի դասարանի երեխաները։ Երեխա է, մի խոչընդոտ լինում է, երեխան վատ ազգում, զանգում են, մենք մոտենում ենք դպրոց։ Անմիջապես գալիս ենք, նալբանդ ոնց անենք, տղամարդիկ աշխատում են, տունը չեն ամբողջ օրը։ Մենք համաձայն չենք, որ մեր երեխաները թեկուզ ավտոբուսներով գնան կողքի դպրոցը։ Իմ երեխեն կարող է մի օր հիվանդա, կարող է մի օր ուշանում է։ Ինչ-որ մի կարատեի դպրոց կար ընդ ինչ կար։ Ну, մի քանի երեխա հավաքվում։ Հա, մի քանի երեխա հավաքման գնացին բան, պարաբերու։ Պարաբուկից հետո արդեն ծնողները կերտան կարատեի։ Վեճերը եղնելու անընդհատ, ստեղից ընդեղ գնալը խնդիր է եղնել։ Ճինն երեխան չի սովոր, ինչ 35 երեխան չի սովոր։ Է որ 9 հոգուն ամեն օր դաս են հարցում, իսկ 35 հոգի, 40 հոգի հաստատ հերթ չի ասել, որ դաս հարցում են։ 3 օր առաջ շինական մուծարալան ճանապարհին վթար եղավ, ուսուցիչները ճակատագիր չէր, ոչ մեկը չի բացառվում։ Որոշումը պետքա մի հատ քննարկվի, չէ՞։ Գալ ծնողների հետ մի հատ նստել, քննարկել, հետո նոր որոշում կայացնել։ Կարելի է կամ չի կարելի։ Կամ ոնց անեն, էլի, հարմարացնեն, էլի։ Քիչ անց դպրոցի տնօրենը հանդես եկավ հայտարարությամբ, որ 2 ժամից մարզպետարանից կգան բնակիչների հետ հանդիպման։ 2 ժամ անց գեղասարում էին մարզպետի խորհրդականն ու կրթության վարչության պետը։ Սկզբում նրանք լսեցին բնակիչների, ուսուցիչների եւ տնօրենի մտահոգությունները ու պահանջը դպրոցը փակելու հետ կապված։ Վերջինիս խոսքը, որտեղ ներկայացվեց նաև բնակավայրի դպրոցի հնարավորությունները, բնակիչները ողջունեցին ծափահարություններով։ Ես արավատ ուրիշ կողմից եմ, այսօր ձեր կողմից եմ։ Հիմա բոլորիս անունից եւ ուսուցչական եւ աշակերտայցնողական խորհրդի անունից խնդրում ենք մեր ձայնը հասցրեք վերոնել։ Գոնե մինչև 9-ամյա մնալ։ Կառավարության դիրքորոշման հետ մարզպետի խորհրդականը համաձայն է։ Անհիմն է համարում բնակիչների այն դիրքորոշումը, որ գյուղերը քանդվում են դպրոցների միավորման պատճառով։ Նրա կարծիքով տեսնելու, հավատալու եւ վստահելու հարցը դա մտածելակերպի ու ժամանակի հարց է։ Եվ հորդորեց ծնողներին ոչ մի օր չզրկել երեխաներին ուսում ստանալու հնարավորությունից։ Ես համաձայն եմ մեր կառավարության դիրքորոշման հետ եւ ձեռնարկած որոշմանը, այս ծրագրին, ինքը շատ հիանալի ծրագիր է, հնարավոր է, որ որոշակի լուծումներ դեռևս որոշված չեն, բայց ինքը հրաշալի ծրագիր եւ հրաշալի հնարավորություն է, անկեղծ եմ ասում, եւ գյուղերը զարգացնելու համար, եւ սովորողների հնարավորությունները ընդլայնելու համար։ Եվ մի բան էլ, չի կարելի երեխաներին զրկել կրթվելու իրանց թեկուզ 1 օր, այ հիմա 1 օր կրթվելու իրանց իրավունքից մեր սեփական ամբիցիաների մտածելակերպի եւ որոշումները ոչ այնքան հստակ հասկանալու պատճառով։ Ես այդպես եմ մտածում։ Կհորդորեի ծնողներին չգնալ այդ քայլին։ Այդ հարցերը զուգահեռ էլ կարող են լուծվել։ Հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում դպրոցի աշխատակիցներին, մարզպետի խորհրդականը տվեց դպրոցի տնօրենի խոսքին հակասող պատասխան։ Իսկ դուք որևէ մեկից լսել եք, որ աշխատատեղերը փակվելու են։ Ճիշտ է, մեզ համար մինուս է, մենք անգործ ենք մնում, տուն ենք գնալու, չենք աշխատելու։ Ես այդ լուծումը, կարգավորումը հաստատ կտրվի, ես վստահ եմ, որ կլինի այնպիսի տարբերակ, որը կարևոր կլինի սովորողների որակյալ կրթությունը ապահովելու համար եւ ոչ թե այդ միջոցով աշխատատեղեր ապահովելու համար։ Դրանք տարբեր բաներ են։ Աշխատատեղերը կարող են այլ կերպ ձևավորվել, ոչ թե միայն երեխաների որակյալ կրթության ապահովության հաշվի։ Ես այդպես եմ մտածում։ Հասմիկ Ադամյանը խոստացավ, որ պահանջը կհասնի հասցեատերերին։ Մինչ այդ բնակիչները որոշման մեջ կլինեն աներեր։ Երեխաները դպրոց չեն հաճախի, մինչև իրենց պահանջին դրական լուծում չտրվի։ Իսկ թե ինչպես ստացվեց, որ վերջում դիրքորոշումը փոխեց, դպրոցի տնօրենը հրաժարվեց մեկնաբանել։
Չէ, հարցազրույց չեմ տեղ, կներեք։ Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում մեկնարկել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում։ Դդմաշեն բնակավայրի բնակիչների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն հավաքած գաղափարը դարձել է ծրագիր, որի արդյունքում դդմաշենցի փոքրիկները շուտով կունենան նոր խաղահրապարակ։ Մասնակցային բյուջետավորման իմաստը հենց կայանում է նրանում, որ հենց խնդիրը բացահայտվում է բնակիչների կողմից, նրանց կողմից ձևակերպվում է եւ առաջարկվում է համայնքապետարանը քննարկումներից հետո դնում է քվեարկության եւ այդտեղ էլի պետք է բնակիչները կատարեն քվեարկությունը, որովհետեւ հավաքեն առավելագույն ձայներ եւ ծրագիրը դառնա անցողիկ եւ կատարվի։ Այս տարի Սևան համայնքը կամավոր է միացել այս ծրագրին եւ ծրագրի ամբողջ բյուջեն ֆինանսավորելու է Սևանի համայնքապետարանը։ Մյուս տարվանից հույս ունենք կառավարությունը պես կաջակցի եւ կատարվող աշխատանքները կվճարվեն համամասնորեն։ Մի մասը կվճարի կառավարությունը, մի մասը համայնքապետարանը։ Մասնակցային բյուջետավորումը շատ կարևոր է բոլոր բնակավայրերի համար, բոլոր համայնքների համար, քանի որ տեսեք, մեր բնակավայրը չունի խաղահրապարակ, մինչև այժմ չուներ, եւ այս ծրագրի արդյունքում բնակավայրի գյուղի 16-ից բարձր, 17-ից բարձր տարիքի երիտասարդների ակտիվ նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ իրականացվեց ծրագրի կազմումը, կատարվեց ժողովրդի մեջ բնակչության մեջ շրջանում իրականացվեց իրազեկման աշխատանքներ եւ դրանից հետո արդեն բնակիչները ակտիվ մասնակցություն ունեցան քվեարկություններում, ինչի արդյունքում Դդմաշենի երիտասարդների կողմից ներկայացված ծրագիրը արդյունք ունեցավ, հաղթեց եւ այժմ իշնորհիվ իրանց արդեն սկսվել է աշխատանքները, շինաշխատանքները եւ կարճ ժամանակ անց Դդմաշենը կունենա արդեն խաղահրապարակ, Դդմաշենի երեխաները արդեն ակտիվ ժամանց անցկացնելու տեղ կունենան։ Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նախատեսված խաղային հրապարակի կառուցման համար Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության Լևշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայումս իրականացվում են հողաշինական եւ տարածքի հարթեցման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 5 միլիոն 220 հազար դրամ է։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել եւ իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները եւ ներկայացնելու առաջարկ նախագծեր դրանց լուծման համար։